Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ քանի որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, դուք նույնպես ունեք հնարավորություն մասնակցելու մեր հաղորդմանը ձեր հարցերով։ Հարցերով զանգահարեք 5489 34 հեռախոսահամարով կամ գրեք մեզ շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am էլեկտրոնային հասցեով։ Այսօր հարգելի հեռուստադիտողներ, ձեզանից շատերի խնդրանքով մենք կրկին անդրադառնում ենք քնի խանգարումների խնդրին եւ այդ առիթով տաղավար ենք հրավիրել Նյարդաբան քնի խանգարումների կենտրոնի ղեկավար Սամսոն Խաչատրյանին, բայց մինչ հարցազրույցը փոքր ծանուցում։ Ուզում ես առողջ լինել քնի ժամանակին։ Սա անհերքելի ճշմարտություն է, որ ընդունում են եւ մարդկանց խորհուրդ են տալիս բժիշկները։ Առողջ քունը ընդհանուր առողջության գրավականներից է։ Նորմալ է համարվում, երբ մարդը իր կյանքի 1/3-ն անց է կացնում քնած։ Բայց արդյոք դա բոլորին է հաջողվում։ Իհարկե ոչ։ Չի բացառվում, որ առողջական այս կամ այն խնդրի հետևանքով մարդը ունենա քնի խանգարումներ, ինչն էլ շղթայական ձևով հանգեցնի այլ անցանկալի երևույթների։ Ընդ որում կարևոր է քնի 6 ցիկլից յուրաքանչյուրը իր արագ եւ դանդաղ փուլերով։ Որոնք են այդ ցիկլերն ու փուլերը։ Ինչու են խախտվում դրանք։ Ինչ անի մարդը, եթե ուզում է, բայց չի կարողանում քնել։ Կարելի է արդյոք պարզապես գնել քնաբեր եւ պարբերաբար ընդունել այն։ Ինչ են առաջարկում քնի խանգարումների դեպքում մասնագիտացված նյարդաբանները ու որքան արդյունավետ են նրանց մեթոդները։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շտապ օգնության տաղավարում այսօր նյարդաբան եւ հատկապես քնի խանգարումների հարցում մասնագիտացված նյարդաբան Սամսոն Խաչատրյանն է եւ մենք խոսում ենք քնի խանգարումների մասին 5489 34 է մեր հեռախոսահամարը։ Բարև ձեզ բժիշկ։ Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ կրկին եկաք մեզ հյուր։ Անկեղծ ասած, մեր նախորդ հանդիպումներից հետո էլեկտրոնային փոստում իսկապես կուտակված հարցեր ունենք, բայց այս անգամ ես ավելի շատ կուզեի, որ խոսենք այն մեթոդների մասին, որոնց միջոցով դուք օգնում եք մարդկանց, ովքեր ունեն քնի խանգարումներ։ Սկսենք նրանից, թե ի սկզբանե մարդը ունենում է այդ խնդիրը, թե նորածինների մոտ դա ինչքան էլ որ մայրիկները բողոքում են, խնդիր չի համարվում եւ կյանքի ինչ որ փուլում է դառնում հիվանդագին։ Բարև ձեզ եւ ողջունում եմ բոլոր հեռուստադիտողներին։ Իրոք հարցը շատ հետաքրքիր է, քանի որ կան որոշակի նախատրամադրվածության հարցեր, կան գեներ, որոնք պայմանավորում են քնի կառուցվածքը, ժամերը եւ այլն, այսինքն այդ առումով այո, կարող ենք ասել, որ որոշ դեպքերում մարդ կարող է ծնվել արդեն ինչ որ քնի խանգարմանը հակվածությամբ, որը գուցե կդրսևորվի ավելի ուշ կյանքի ընթացքում։ Կա այդպիսի բան եւ եթե հաշվի առնենք, որ քնի խանգարումները շատ տարաբնույթ են, մենք հիմա ասում ենք քնի խանգարում, բայց միշտ դա նշում ենք, որ դա տարբեր խմբեր են հիվանդությունների, որոնք էապես տարբերվում են մեկը մյուսից։ Այսինքն այստեղ շատ կարևոր է միայն անքնությանը կամ դրա մասին չմտածելը, այլ նաև հիշել, որ քնկոտությունն էլ է հիվանդություն կարող է լինել, հենց ավելորդ քնելով։ Այո, մենք անդրադարձանք առանձին հաղորդումով, այո, շատ ճիշտ է, նարկոլեպսիան օրինակ առանձին որոշ գենետիկ հակվածություններ կան, անհանգիստ ոտքերի ամախտանիշ առանձին հակվածություն կա, այսինքն ընտանեկան նույնիսկ ինչ որ ձևեր կան, որ սերունդներով այդ խնդիրը երևում է, շատերը գուցե մեզ լսողներից այդ խնդիրի ունեցողներ կլինեն եւ փորձեն հասկանալ դա։ Այսինքն հնարավոր է, որ նույնիսկ նորածնի դեպքում այդ չքնելու կամ գուցե եւ չափից շատ քնելու երևույթը կապված լինի իր գենետիկայի հետ եւ ակամայից, հա, երեխան դասվի քնի խանգարումներ ունեցողների շարքին։ Այո, իհարկե մանկական տարիքում կա։ Դեպքերը երբ են զարգանում։ Նայած քնի խնդիր, այո, մենք կարող ենք անդրադառնալ այդ հարցին, օրինակ եթե քնի ժամերի շեղումների մասին խոսենք, դրանք օրինակ շատ ակնառու են եւ բու տիպն է գերակշռում եւ մոտ կարելի ասել մինչեւ 20-25%-ը դեռահասների ունենում է այդ դեպի ուշ քնելու, ուշ արթնանալու այդ տենդենսը, որը շատ էական կապ ունի գենետիկ նախատրամադրվածության հետ։ Այո։ Եվ այդ գենը շատ է հանդիպում, գեները նույնիսկ մի քանի գեներ կան։ Օրինակ երեխաների մոտ ոչ հաճախ, բայց կարող է հանդիպել իդիոպաթիկ անքնություն, այսինքն հենց բնածին
անքնություն, եւ փոքր տարիքից նրանք քիչ են քնում, վատ են քնում եւ այդպես շարունակվում է մինչեւ մեծ տարիք։ Դա իհարկե բացառիկ դեպք է։ Բայց դա համարվում է հիվանդություն, թե իրենց առանձնահատկությունն է եւ իրենք վատ չեն զգում։ Հենց երբ անունը դնում ենք անքնություն, դա նշանակում է, որ արդեն պետք է ինչ-որ ձևով ազդի ֆունկցիոնալության վրա, ակտիվության վրա։ Այն ինչ դուք եք ասում, դա կարճ քնողներն են, որոնք կարող են, այո, կան այդպիսի մարդիկ, որոնք կարճ քնով են բավարարվում, իրենց ֆիզիոլոգիապես այդպես է ստացվում, եւ այդտեղ խնդիր չկա, դա չի համարվում ինչ-որ քնի խնդիր։ Օրինակ նարկոլեպսիայի դեպքերը, այդ քնկոտության հիվանդության, երբ ցերեկը շատ քնում են կամ օրինակ հանկարծակի ուրախ պահերին կամ ջղային պահերին կարող են թուլանալ մկանները, այդպիսի նշաններ ունի այդ հիվանդությունը, բացի քնկոտությունից, ունի 2 տարիքային պիկ մոտավորապես, այսինքն 15 տարեկանին մոտ կարող է սկիզբ առնել եւ 35 տարեկանին մոտ։ Դա իհարկե ավելի շատ իմունային համակարգի հետ կապված խնդիր է եւ կախված է որոշ օրինակ ինֆեկցիաների հետ առնչվելու հետ եւ օրինակ երեխաները, որոնք առաջին անգամ առնչվում են ստրեպտոկոկային ինֆեկցիաների հետ, կարող են հետագայում ունենալ դա եւ հետագայում նաեւ մեծ տարիքում նույն պատմությունը։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը օրինակ դա շարժողական խանգարում է, որը խանգարում է քնի սկսվելուն։ Քնելուց առաջ ոտքերում այդ անհանգիստ վիճակ, շարժման հակում, որը երկարաձգում է քնի սկսվելը եւ կարող են ժամերով տանջվել անկողնում այդ մարդիկ եւ դա ընդհանրապես կապ չունի երակային խնդրի հետ, որի մասին հաճախ մտածում են, անոթային։ Այդ խնդիրը օրինակ կարող է լինել խիստ ժառանգական եւ դրսեւորվել շատ մարդկանց մոտ նույն ընտանիքում։ Կամ օրինակ կարող է մարդ զերծ լինել այդ խնդրից, բայց հակված լինել եւ օրինակ կինը, եթե հղիանում է այդ տարիքում այդ ժամանակ ունենում է անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Դա շատ հաճախ է դեպ հանդիպում հղիների մոտ երևի 30% հղիների, հատկապես երրորդ երամսյակում։ Դա ինչի հետ է կապվում ծանրաբեռնվածության, զուտ ֆիզիկական։ Ոչ, դա ինչպես ասացինք, մասամբ ժառանգական նախատրամադրվածություն ունի, հայտնի են գեներ, որոնք բերում են այդ վիճակի զարգացմանը, բայց նաև երկաթի օրգանիզմում երկաթի պակաս եթե լինում է, հատկապես հղիների մոտ, այո, երկուսն էլ, այսինքն նախատրամադրվածությունը կարևոր է այդ հարցում, բայց այո, երկաթի պակասությունը կարող է սրել։ Բայց հետաքրքիր է, որ քանի որ անդրադարձել ենք այդ թեմային, մի հետաքրքիր փաստ արձանագրենք, որ նաև ուրիշ ուղղություններով են մտածում հետազոտողները, քանի որ հորմոնալ ֆոնն է կարևոր, այդ հղիություն եւ հետո ծննդաբերություն, քանի որ հայտնի է, որ մեծ մասամբ այդ դեպքերի գրեթե այդպես անմիջապես ծննդաբերությունից հետո կարող է անցնել այդ համախտանիշը, իսկ դա դժվար է բացատրել միայն երկաթի պակասությունով, մեկ օրին չի լինում։ Այսինքն մեկ օրին չվերականգնվեց, հետաքրքիր է իհարկե։ Բժիշկ, մեր հեռուստադիտողներից ունենք մարդ, որ մի տատիկ է, եթե ես չեմ սխալվում, միշտ զանգահարում է եւ տարբեր մասնագետներից փորձում ճշտել իր ոտքերում անընդհատ ծակոցների զգացողության հետ կապված, ասում է, ես ամբողջ գիշեր ոտքերում ծակոցներ եմ զգում եւ չեմ կարողանում քնել։ Նա այդ հարցով դիմել է եւ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ բժշկին եւ նյարդաբանին եւ չգիտեմ թե ինչը կարող է լինել պատճառ նման բանի։ Շատ նման է այն ինչ դուք նկարագրում եք, հենց անհանգիստ ոտքերի համախտանիշ հասկացությանը, որովհետեւ այն իրոք հակում ունի երեկոյան եւ գիշերային ժամերին արտահայտվել, ցերեկը կարող է ընդհանրապես չլինել, ավելի հակված է հանգիստ վիճակում լինել, քան ավելի դից շարժուն եւ ակտիվ ցերեկային ժամերին։ Եվ շարժվելիս թեթևանում է։ Այսինքն այս բոլոր կետերով եթե նայենք, էապես տարբերվում է անոթային պաթոլոգիայից, որը լրիվ կարելի ասել հակառակն է, ծանրաբեռնելիս ավելի ժողանում է։ Այո, անոթաբան այստեղ հերքեց իր կողմից։ Շատ լավ է, բայց նաև մենք պետք է հաշվի առնենք, որ եթե հերկվում է անոթային պաթոլոգիան կամ նույնիսկ եթե այդ անձը իրավունք ունի մեծ մարդ է եւ կարող է ունենալ անոթային պաթոլոգիա, պետք է ուշադիր լինել, որպեսզի բաց չթողնել այդ դեպքերը, ինչու որովհետեւ շատ հաճախ հանդիպող խնդիր է դա, բայց ցավոք քիչ լուսաբանված նույնիսկ բժշկական ասպարեզում, այնինչ կարող են լինել դեպքեր տարբեր մասնագետների մոտ, պարտադիր չի նյարդաբանի մոտ, նույն ռևմատոլոգի, հոդապանի մոտ, անոթաբանի մոտ, էնդոկրինոլոգի մոտ տարբեր մասնագետ, օրինակ դիաբետիկ պոլինեյրոպաթիան
երբ որ դիաբետի ժամանակ շաքարային ախտահարվում են նյարդերը, վերջույթների, այն կարող է քողարկել այս խնդիրը եւ երկար ժամանակ կարծեն թե դա դիաբետից է եւ այլն, այնինչ սա բոլորովին այլ տիպի խնդիր է։ Այո։ Երբ է որ այդ խնդիրը հենց նյարդաբանին ուղղորդող տարբերակն է, հա։ Փաստորեն հնարավոր է որ դա իսկապես անոթների հետ կապված լինի, հնարավոր է էնդոկրին համակարգի խնդիրների հետ կամ գուցե ինչ-որ մկանային։ Կարծում եմ շատ այդ 4 կետը, որ ես հիմա կնշեմ, չնայած արդեն խոսեցինք, բայց եւս մեկ անգամ շեշտենք, արդեն բավարար են կլինիկորեն ախտորոշելու համար։ Դա յուրաքանչյուրը կարող է ոչ միայն բժիշկը, այո։ Հիմա մեզ լսողներն առաջին հերթին պետք է ոտքերում, հատկապես ոտքերում, ասում ենք ոտքեր, բայց նաև ձեռքերում երբեմն կարող է լինել, չի բացառված դա, լինեն տհաճ զգացողություններ, որոնք ստիպում են շարժումներ կատարել։ Այսինքն, եթե պարզապես ցավում է եւ մարդ հանգիստ պարկած է, դա դեռ չստացվեց, չէ՞ որ ստիպում է շարժում անել, այսինքն տարբերություն արդեն կարող է լինել տարբեր պաթոլոգիկ վիճակների։ Եթե ստիպում է, շարժում են ու ավելի լավանում է, գոնե ինչ-որ չափով 50%-ով, եթե շարժման ընթացքում։ Այո։ Այս կետը երբեմն լավ չեն հասկանում, այսինքն երբ ասում ես անցնում է, երբ շարժում եք, ասում են ոչ, բայց դա վերաբերում է այն փաստին, որ իրենք շարժում են, անցնում է, բայց հենց չեն շարժում, էլի սկսվում է։ Այո։ Հասկացանք։ Այո։ Հենց շարժման ընթացքը փաստորեն նկատվում է։ Գոնե շարժման ընթացքը, երբեմն նաև շարժելուց հետո կարող է անցնել կամ մեղմանալ եւ հանգիստ քնեն։ Ու շատ կարեւոր է։ Շարժել ինչ նկատի ունեք, օրինակ ձեռքերը այսպես հենց պարզ շարժումներ անել, եթե ոտքերի դեպքում դա քայլելն է։ Կարող է քայլելը չլինել, պարզապես անկողնում շարժեն, հպեն իրար, մասաժ անեն ոտքերը, տարբեր ձևով, այսինքն ինչ որ մի միջամտություն արվի։ Հասկանալի է։ Երկրորդը։ Երկրորդ, այսինքն առաջին կետը դա է, որ կա այդ խնդիրը թե ոչ, եթե կա շարժելիս մեղմանում է թե ոչ, այո, երեկոյան ավելի արտահայտված է, քան ցերեկային ժամերին եւ հանգիստ վիճակում ավելի արտահայտված է, քան ակտիվ վիճակում։ Եթե այդ կետերին, 4 կետերին մենք բավարարում ենք պահանջները, շատ հավանական է, որ խոսքը գնում է անհանգիստ ոտքերի համախտանիշի մասին։ Եվ պետք է մարդը գնա միանշանակ, եթե դա խանգարող է, որովհետեւ այստեղ արտահայտվածության հարցն էլ կա, մարդիկ կան, որոնք ամսական 1-2 օր են ունենում դա։ Այո։ Իմ մարդիկ էլ կան, որ ամեն օր գրեթե ունենում են, այսինքն կյանքի որակի հարց է։ Եթե չի խանգարում շատ այդ ամսական մի 4-5 օրը օրինակ, կարող են եւ հանգիստ անցնել առաջ։ Ինձ թվում է ավելի անհանգստանում են նրանք, ում մոտ դա անընդհատ է լինում ամեն օր։ Կամ հաճախ, այսինքն եթե շաբաթական 2-3 օր լինում է, արդեն խնդիր է դա։ Այնինչ բուժումը կամ հարցի լուծումը բավականին էֆեկտիվ կարող է լինել։ Օրինակ, հենց այս պաթոլոգիան եթե վերցնենք, որպես քնի հետ կապված խնդիրներից ամենատարածվածներից մեկը։ Այո։ Ընդհանրենք ախտորոշեցինք։ Հետո կարող ենք փորձել գտնել երկաթի պակասի հետ կապված է թե ժառանգական է։ Եթե պակասը կա, կարելի է լրացնել եւ դրանով հարցը լուծել մոտ 80-70% դեպքերում դա հաջողվում է։ Եթե ոչ, կա սիմպտոմատիկ բուժում, այսինքն դեղորայք, որը կարող է գոնե որպես դեղ կանխի այդ խնդիրը, իսկ դա քիչ բան չէ։ Եթե հաշվի առնենք, որ ինքը շատ սուր անքնության պատճառ է լինում։ Այո։ Մյուս հաճախ հանդիպող քնի պաթոլոգիաները նույնպես ունեն իրենց լուծումները, այսինքն առանձնահատկությունները, հաշվի առնելով, այո, որովհետև միշտ չի որ խոսքը գնում է։ Հերթով անդրադառնանք դրանց, որպեսզի մարդկանց համար ավելի փաստորեն մենք հասկացանք, որ քնի խանգարումները կարելի է դասակարգել ըստ դրանց ծագման, այսինքն թե ինչից են գալիս, դա կարող է լինել ժառանգականորեն ձեռք բերված եւ կյանքի ընթացքում եւ տարիքի հետ կապված եւ որոշ ֆիզիոլոգիական խնդիրների հետևանքներ։ Գործոնները շատ են, այո, որոնք ազդում են։ Շատ են։ Իսկ կա դասակարգում, որը ցույց է տալիս, որ այդ խնդիրը կարող է լինել սուր եւ ինչպես սուր զարգանում է, այնպես էլ հետ գնա, ինչպես ասում են, հա, մարդը մոռանա դրա մասին, եւ քրոնիկ, որ անընդհատ ամբողջ տարիներով, հա, մարդուն անհանգստացնի նույն խնդիրը։ Դա հասկանալի։ Շատ մասը իհարկե ավելի շատ այսպես հակված են քրոնիկ լինելուն, օրինակ քնի ժամացույցը հնարավոր չէ մտնել փոխել ուղեղում, հա, այսինքն եթե մարդ ունի այդ մի փոքր շեղված լինելը, բույ է թե արտույտ է եւ այլն, դա իրեն խանգարելու է ամբողջ կյանքում, պարզապես շտկելի է դա։ Այո։ Ունենք միջոցներ, որոնց շնորհիվ եթե մի քիչ կամքի տեր մարդ է, մեր օգնությամբ կարող է հետևել եւ լավ արդյունք ստանալ։ Անքնությունը նույնպես օրինակ, եթե վերցնենք, ինչպես ասում եք, կարող է լինել սուր, այսինքն մի քանի օր ինչ որ առիթով, ստրեսից եւ այլն առաջանա անքնություն, որը հետագայում կանցնի։
Այո։ Բայց կարող է նաև դառնալ քրոնիկ կամ ի սկզբանե ձևավորվել եւ երկար պահպանվել, ի սկզբանե մնալով քրոնիկ, այդ դեպքում իհարկե խնդիրը ավելի բարդ է։ Խոսենք նաև շնչառական շատ խոսվող քնի խանգարման մասին, քնի ապնոյի, որը որ այդ երեքը փաստորեն ամենատարածված քնի խանգարումներն են՝ անքնությունը, անհանգիստ ոտքերի համախտանիշը եւ քնի ապնոյը կամ շնչառական խանգարումը խռմփոցի հետ մեկտեղ շատ տարածված են։ Անհանգիստ ոտքերի դեպքում հասկացանք։ Դուք ստուգում եք, թե երկաթի պակասություն ունի, թե չէ, ժառանգական հնարավոր է։ Որոշ ուրիշ հարցեր ենք ստուգում, նեյրոպաթիա կա, չկա եւ այլն, այդպիսի հարցեր կան։ Իհարկե մասնագիտականը կա այստեղ, այնպես չի որ շատ 1-2-ի նման է։ Այո։ Բայց ամեն դեպքում կարելի է մտածել այդ ուղղությամբ, թե բժիշկները եւ թե թեկուզ մեր լսողները, եթե գիտեն, որ ինչ-որ մեկը նրանց կողքին տանջվում է արդեն շաբաթներ կամ ամիսներ շարունակ։ Այո։ Անքնության մասը մենք կարծես թե ավելի արագ անցանք, չնայած նախորդ հաղորդումներին էլի անդրադարձել ենք, անքնության դեպքում ինչ եք առաջարկում։ Դա ուղղակի քնաբեր հաբերի տեսքով է, թե նաև կողքից կան այլ կոմպլեքս վարժություններ, միջոցներ, միջոցառումներ, որոնք թույլ կտան հաղթահարել անքնության։ Շատ լավ հարց է։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է պատճառաբանությունը, թե որտեղից է գալիս անքնությունը։ Մի կողմից հիմա վերջին տարիներին այսպիսի մոտեցում կա, որ եթե կա արդեն քրոնիկ անքնություն, կարևոր չէ թե ինքը որտեղից է, այսինքն իրեն մենք առանձնացնում ենք արդեն որպես առանձին հիվանդություն։ Այո։ Բայց այն կարող է գալ ինչ որտեղից, եւ եթե մենք փորձենք կանխել կամ ընթացքում մեղմացնել այդ ազդակները, շատ ավելի արդյունավետ կստացվի։ Օրինակ, կարող է անքնությունը ձևավորվել դեպրեսիայի տագնապային խանգարումների ֆոնի վրա։ Դա բնական է եւ հայտնի է դա։ Կամ կարող է օրինակ դեղորայքային անքնություն լինել։ Օրինակ, որ շարքի դեղորայք շատ դեղեր կան, շատ դեղեր, որոնք հենց իրենք կարող են առաջացնել անքնություն, թեկուզ եւ սուր օրինակ սրտային հիվանդ է, նշանակվել են որոշակի սրտային դեղեր, օրինակ բետա բլոկատորներ կամ որոշ միզամուղներ։ Այդ շարքում շատ դեղեր կան, որոնք ի վիճակի են առաջացնել կամ օրինակ խոլեստերինի դեմ ուղղված ստատինների շարքի դեղորայքը հայտնի են որպես անքնություն առաջացնող դեղեր։ Հետևաբար ճիշտ չի լինի այդ անձին, որը որ մինչ այդ գնացել էր սրտաբանի մոտ եւ որին նշանակվել է վերջերս օրինակ 2-3 ամիս խմում է որևէ նման դեղորայք, միանգամից մտածել, որ երևի առաջնային անքնություն է առանց պատճառի։ Այո։ Ավելի ճիշտ կլինի գուցե վերանայել, խնդրել սրտաբանին, եթե հնարավոր է այդ դեղը փոխարինել մեկ այլով։ Գուցե այդտեղից է գալիս խնդիրը, իզուր չտանջելու համար։ Սխալ կլինի այդ հիվանդին կներեք, բայց զորով քնացնել այնինչ կարելի է ուրիշ միջոցով։ Մենք շատ այսպես պահպանողական մոտեցում պետք է ցուցաբերենք այդ հարցում, որովհետև ավելորդ բուժում նշանակում է լրացուցիչ դեղ եւ լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Ես երբեք չեմ խուսափում ցուցված դեղից, բայց եթե կարող ենք խուսափել, պետք է խուսափենք։ Հասկանալի է։ Բժիշկ, մենք արդեն ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողներին, հետո շարունակենք անքնության թեման։ Ալո։ Ես ձեզ մի հարց ունեմ, ձեզ հետ խոսում եմ Էլմիրա, 54 տարեկան եմ ես։ Ճիշտ ասած, ես ուշ եմ միացել, ոտքերի ցավի բանից եմ խոսում, ինձ մոտ այդպես խնդիր կա, ինքը այդ 4 կետերը որ նշ Ներողություն, ձայնը ընդհատվեց, եթե կարելի է նորից խնդրենք միանալ։ Հաջորդ հեռուստադիտողին լսենք, մինչև կարգավորվի հարցը։ Ալո։ Ես ձեզ մի հարց ունեմ, ձեզ հետ խոսում եմ Էլմիրա, 54 տարեկան եմ ես։ Ճիշտ ասած, ես ուշ եմ միացել, ոտքերի ցավի բանից եմ խոսում, ինձ մոտ այդպես խնդիր կա, ինքը այդ 4 կետերը որ նշեց, ճիշտ ասած, այդ բոլորը ինձ մոտ կա։ Հիմա ես չգիտեմ, ուզում եմ այդ հարցը տեսնեմ ոնց կարելի է խոսեմ, էլի, այդ հարցի շուրջ եմ ուզում իրեն հարցնել։ Շնորհակալություն։ Փաստորեն դուք ասացիք, որ ամեն մարդ կարող է ինքը որոշել այդ 4 կետերը իր մոտ կա թե չէ, եւ
Տեսեք ոնց է, այդ 4 կետերին համապատասխանելով մենք ունենք բարձր հավանականություն, բայց դեռ դա վերջնական ախտորոշում չէ, քանի որ որոշ կետեր կան, որ պետք է ժխտենք մենք, որովհետև կան նմանակներ այդ խնդրին, սկսած այդ պերիֆերիկ նյարդերի վնասումների որոշ սինդրոմներ եւ այլն, մի խոսքով։ Այսինքն մենք անց ենք կազմում որոշակի լաբորատոր հետազոտական մաս, ստուգում ենք որոշ ցուցանիշներ արյան մեջ եւ այլն, կամ գուցե նյարդերի հետազոտություն, որի հիման վրա արդեն վերջնական ախտորոշումը կողմնորոշվում ենք եւ նշանակվում է բուժում։ Կարծում եմ, որ շատ ուրախ եմ, որ գոնե օրինակ ճանաչեց մարդը իր խնդիրը massամբ, գոնե պացիենտ ասենք արդեն ճանաչեց իր խնդիրը, կամ երևի թե այդ խնդիրը բնական է միշտ հայտնի էր, պարզապես գուցե չէին կողմնորոշվում եւ դա շատ բնական է անհագիստ ոտքերի ամախտանիշի դեպքում, քանի որ ինքը շատ հաճախ անտեսված է մնում, չախտորոշված։ Այնինչ այդ մարդիկ կարող են շատ արագ հասնել լավ արդյունքի եւ լավ քնել։ Եթե ճիշտ բուժում է եւ ունեցել եմ շատ պացիենտներ, որոնք այդ 1-2 միջամտության հիման վրա եւ դե չեմ ասում 100%-ով, բայց շատ հաճախ է լինում լավ արդյունքը եւ պարզապես զարմանում էին, թե ինչու պետք է այսքան երկար տանջվեին եւ մնային չախտորոշված։ Կարևոր է։ Անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում հիմնականում փաստորեն կամ երկաթի պակասությունն է կամ ժառանգականությունն է հարցը, թե հնարավոր է նաեւ այլ պատճառ։ Ժառանգականությունը գերակշռում է, երկաթի պակասը մոտ 15-20% դեպքերում է հայտնաբերվում եւ իհարկե պետք է լրացնել այդ դեպքում։ Հասկանալի է։ Վերադառնանք անքնությանը։ Մենք դուք նշեցիք մի քանի տարբերակ, հա, անքնության եւ փաստորեն էլի կան վիճակներ, որոնք կարող են բերել անքնության եւ ինչ եք առաջարկում այս դեպքում կրկին ինչ որ դեղորայքային միջամտություն է, թե մյուս մոտեցումներ նույնպես կարող են օգնել։ Այո, անքնության պատճառներ շատ, թե դեղեր, թե միջամտություններ, թե սուր վիճակներ, սոմատիկ հիվանդություններ, այդ բոլորը պետք է հաշվի առնել, որ կարող են ազդել։ Եվ շատ հավանական է, որ դրանք շտկելով մենք կարող ենք ստանալ դրական արդյունք, նույնիսկ առանց հենց քնաբեր օգտագործելու կամ ժամանակավոր օգտագործելով։ Սիտուացիաները շատ տարբեր են։ Եվ մանրամասն հենց քնի ուղղված ինտերվյուն կամ այդ անամնեզի հավաքումը շատ կարևոր է այս դեպքում, որովհետև սովորական առօրյայում այլ բժիշկ մասնագետները իրենք բնական է չեն կարող շատ ժամանակ տրամադրել մանրամասն քնի անամնեզ հավաքելու համար։ Դրա համար գոյություն ունի մասնագիտացված մոտեցում, երբ հատուկ համակարգով մենք դա իմանում ենք եւ եթե օրինակ տեսնում ենք որ իրոք այո ախտորոշում են կլինիկորեն անքնություն, բնական է լուծում պետք է տանք այդ մարդուն։ Ախտորոշման փուլից հետո մենք ունենք մի քանի տարբերակ։ Շատ կարեւոր է քնի հիգիենայի շտկումը, այսինքն խուսափել առօրյայում յուրաքանչյուր քունը խանգարող հանգամանքից։ Լինի դա աղմկոտ միջավայր քնելիս, լուսավոր միջավայր քնելիս, ժամը 5-ից հետո կոֆեինացված ըմպելիք ընդունելու փաստը։ Մենք խոսել ենք դրա մասին, բայց կարծում եմ ավելորդ չէ, միշտ պետք է դրա մասին խոսել։ Ծանր, այսինքն շատ քանակի սնունդ ուշ ժամերի ընդունելիս կամ ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն քնին մոտ ժամերին։ Շատ գործոններ կան, որոնք կարող են նպաստել անքնությանը։ Եվ շատ հաճախ մարդիկ իրենք չեն էլ գիտակցում, որ դա կարող է խնդիր լինել։ Շատերը պատկերացնում են, որ եթե կանաչ թե են խմում երեկոյան, դա շատ լավ է։ Ոչ, կանաչ թե մնում է թեյ եւ դրա մեջ կա կոֆեին։ Հետևաբար ոչ մի բան չփոխվեց։ Հասկանալի է։ Հետևաբար միայն այդ մոտեցումներով մենք կարող ենք շատ լավ փոխել իրավիճակը։ Եթե ոչ, մենք ունենք այլ շատ արդյունավետ մոտեցումներ եւ ես չի ասի, որ առաջին հերթին պետք է նշենք հենց դեղորայքային։ Այո, դեղորայքայինը շատ կա եւ նույնիսկ հարևանը եւ ծանոթը կարող է այդ խորհուրդը տալ, այս դեղը փորձել եմ, լավ է դու էլ փորձիր, այդպես ճիշտ չէ։ Բուսական միջոցները ինչքան էլ այո, երբեմն լավ լուծումներ կարող են տալ, բայց իրենք քնաբեր չեն, հանգստացնող են հիմնականում։ Եվ դրա շնորհիվ միշտ չի հաջողվում քնաբեր էֆեկտ ստանալը։ Այո։ Եվ հետեւաբար մենք ունենք նաեւ ոչ դեղորայքային կամ վարքային թերապիայի հնարավորություններ։ Այսինքն պացիենտի հետ կատարվում է ոչ թե դեղորայքային թերապիա, այլ հատուկ վարքային թերապիա, երբ մարդու
այդ ամեն ինչը անհատականորեն հասկանալով, նրա քնի հետ կապված սովորությունները, վարվելակերպը, այո, մանրամասն վերլուծություն է կատարվում, բնական է տրվում են քնի հիգիենան կարգավորող խորհուրդներ, որոնց նա պարտադիր պետք է հետևի։ Իդեպ քնի հիգիենայի մեջ անկողնու մանրամասները, բարձի, վերմակի կամ ներքնակի ընտրության դուք կարևորում եք։ Նույնիսկ անկողնու դիրքը, Լուիսի, ջերմաստիճանը, սենյակի, ամեն ինչը, բոլորը շատ կարևոր են։ Եվ ինչ խորհուրդ եք տալիս, օրինակ հիմա շատ տարածված է, որ անընդհատ գովազդվում են լավագույն, ասենք թե բարձերը եւ ներքնակները քնելու համար, դուք որ տեսակը մարդիկ ընտրեն եւ ինչ նյութից պատրաստված, որ ես խորհուրդ կտայի ամեն ինչ չափի մեջ։ Մեր հայկական ավանդական բուրդը այդ տեսակետից իրեն արդարացնում է եւ այդ փետուրներով բարձերը։ Այստեղ ամեն ինչ չափի մեջ է լավ, այսինքն մեզ պետք չէ ոչ շատ կոշտ եւ ոչ էլ շատ փափուկ։ Այո։ Որովհետեւ դա միանշանակ ավելի վատ է, քան եթե ինչ-որ օպտիմալ նույնիսկ մի փոքր դեպի կոշտ, մի փոքր դեպի կոշտ, որովհետեւ շատ փափուկը ապացուցված է, որ այդքան էլ լավ չէ, հետո նայած որ քնի հարցի շուրջ, օրինակ քնի ապնոյ ունեցողներին լավ չէ, երբ նրանք մեջքի են քնում, հետեւաբար այդ մեջքին շատ փափուկ քնելը այդքան էլ լավ չէ, հա։ Բայց մարդը բնազդաբար չի փոխում իր դիրքը այդ դեպքում, թե նա նույնիսկ չի զգում, որ եթե նա արդեն ունի այդ խնդիրը, բնական է կոմպենսատոր ինչ-որ բաներ կարող են տեղի ունենալ, դիրքի փոփոխություններ կամ օրգանիզմը փորձում է պայքարել, բայց միևնույն է դա լինում է վաղ թե ուշ, որովհետև շատերը կասեն ես ոնց քնում եմ, այդպես արթնանում եմ, ես միշտ շատ ուրախանում եմ, որպեսզի մտքեր են լինում, որովհետև իրականում այդպես չի։ Ապացուցված է, որ նորմայում շատ լավ քնող մարդիկ նույնիսկ քնի մեջ 6-7 անգամ առնվազն դիրք են փոխում եւ հնարավոր չի կամովի դա վերահսկել։ Հասկանալի է։ Լսենք կրկին հեռուստադիտողին, ալո։ Երկու հարց ունեմ մեր բժշկին։ Մեկը թմրածություն ունենք մատերի, միջնամատում, գիշերային ժամերին ավելի շատ բռնում։ Այո։ Եվ երկրորդ հարցը անկլությունն է, թեման դա է, եւ անկլությունն է, եւ խռացնելը հնարավոր է ինչ-որ հատուցություն տալ, այդ խռացնելու ժամանակ ինչ կարելի անել։ Շնորհակալություն, կարծես մեր հեռուստադիտողները հերթով մոտեցնում են մեզ հաջորդ թեմային։ Նախ այդ թմրածության պահը մատների արանքում քնած ժամանակ։ Միթե մարդը կարող է զգալ քնած ժամանակ թմրածությունը։ Քնած ժամանակ ոչ, բայց գուցե դա արթնացնում է մեր հեռուստադիտողին եւ դա կարող է լինել բավականին տարածված մի խնդիր, եթե իհարկե խոսքը գնում է հիմնականում ափերի եւ մատների թմրածությունը ափային հատվածում, կա այդպիսի պերիֆերիկ նյարդային խնդիր, որը կոչվում է չբարդ է կարպալ թունելի համախտանիշ։ Հիմնական խնդիրը նրանում է, որ այդ միջային նյարդի սեղմում է տեղի ունենում այս դաստակային հատվածում։ Այո։ Հենց դիրքի հետ կապված կարող է դա կարող է լինել դիրքի հետ, բայց հիմնականում դա դառնում է ավելի քրոնիկ կրկնվող բնույթի, այն պատճառով, որ հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ասենք այսպես ձեռքը շատ են գործածում տարբեր հարցերում, օրինակ դրանք կարող են լինել տնային տնտեսուհիները, որոնք շատ ինչ-որ ձեռքով, հա, տարբեր գործողություններ են անում տան հետ կապված կամ համակարգչով երկար ժամանակ աշխատողները, ում մոտ սեղմվում է այս հատվածը, իդեպ երևի շատերը տեսած կլինեն հատուկ ստեղնաշարեր կան, հատուկ որպեսզի բարձր լինի, հենց դրանից խուսափելու նպատակով են ստեղծված, դա շատ տարածված է եւ ինչ որտեղ պրոֆեսիոնալ հիվանդություն է շատերի համար եւ դրանից իհարկե կարելի է խուսափել, եթե նախ վերանայվի այդ մոտեցումները, ինչ որ ավելի օպտիմալ դիրքեր եւ ծանրաբեռնվածությունը նվազեցվի, բայց անպայման պետք է ստուգել նյարդի վիճակը, որովհետեւ նյարդաթելը ինքը ունի պաշտպանիչ շերտ եւ եթե ստուգման միջոցով, հատուկ նեյրոմիոգրաֆիկ միջոցով մենք հասկանում ենք, որ դեռ շատ չի վնասված, շատ ավելի էֆեկտիվ կարող է լինել բուժումը, կոնսերվատիվ, բայց ավելի իհարկե արտահայտված դեպքերում կարող է լինել նաև վիրահատական շտկում, դա իհարկե հենց իմ մասնագիտական դաշտը չէ, արդեն միկրոխիրուրգներն են զբաղվում դրանով կամ պլաստիկները, բայց բավականին մեղմ վիրահատություն է եւ կարող է շատ օգնել
եթե դեկոմպրեսիա, այսինքն սեղմումից հանվի այդ նյարդը։ Այո։ Եվ հարցի երկրորդ մասը բժիշկ, որը հենց անքնությանն է վերաբերում, գիշերը, այսպես ասած, հենց ապնոյի մասն է շնչառական խանգարումների։ Շատ հավանական է։ Գիտեք, այսպեսի հարց կա։ Կա բարձ խռմփոց կամ սովորական խռմփոց հասկացություն, երբ մարդը ունի խռմփացնում է, բայց դա չի ուղեկցվում այդ ավելի խորը թթվածնի պակասով ուղեկցվող վիճակներով, որը ապնոեն է։ Բայց ապացուցված է, որ խռմփացնողների 70%-ը մոտավորապես ունեն ապնոե։ Հետևաբար, այրեն ասած, տակը բան չմնաց։ Այո։ Եվ հակառակը, ապնոե ունեցողների մեծ մասը խռմփացնում են։ Այդպիսի կապակցված են փաստորեն։ Փաստորեն ստացվում է հետևյալը, որ նույնիսկ ապնոե ունեցողը կարող է չխռմփացնել։ Փաստորեն միայն այնպես չէ, որ ապնոեն խռմփացնելու հետևանք է։ Այն կարող է լինել նաև պատճառ։ Ասենք այսպես, խռմփոցը դա այդ նույն հիվանդության, որը բերում է ապնոեին, առաջին նշաններից է կամ ուղեկցող նշան է։ Այո։ Կամ սկիզբն է։ Եթե նույնիսկ հիմա այս պահին խռմփացնողը ունի ապնոե, եթե նա երկար այսպես օրեր, ամիսներ եւ տարիներ շարունակ խռմփացնի, վաղ թե ուշ նրանց մոտ ձևավորվում է քնի ապնոե։ Իսկ դա արդեն ավելի լուրջ անոթային եւ այլ տիպի ռիսկեր է բերում իր հետ։ Խնդիրը ինչու՞մ է, որ հիմնականում խռմփոցի ժամանակ տեղի ունենում փափուկ քիմքի, այդ կատիկ են ասում, հա, շատերը լեզվակի հատվածի թուլություն, կախվածություն, որի պատճառով օդը գնալ գալիս տատանում է առաջացնում այդ կախված հատվածը եւ ձայն է արձակվում, իսկ այդ վիբրացիայից, այդ տատանումներից այն ավելի է վնասվում։ Նյարդաթելերն են դրա մեջի վնասվում եւ մկանը էլ ավելի է թուլանում, արատավոր շրջան է։ Եվ վաղ թե ուշ այնքան կկախվի, որ կբերի նաեւ ապնոեի ձևավորման։ Իսկ ինչ է առաջարկում այս դեպքում։ Ապնոեի համար մենք ունենք շատ հնարավորություններ, բայց ցավոք կամ չգիտեմ, գուցե ոչ ցավոք, բայց դեղորայքային բուժումը այդտեղ շատ քիչ դեր է խաղում։ Կարելի է ասել գրեթե դեր չի խաղում, ավելի շատ մեխանիկական կամ այդպիսի արտաքին միջամտությունների կամ մեթոդների դաշտ է դա։ Մի կողմից մենք կարող ենք աշխատել քաշի վրա, շատ հաճախ ապնոեն գալիս է ավելորդ քաշից, երբ ճարպային շերտը այդ պարանոցային հյուսվածքներում մեծանում է, տարիքի ձգողականության այդ ունակությունը կորնում է։ Այո, չափանիշները փոխվում են։ Այո։ Եվ ստացվում է, որ ապնոեն կամաց-կամաց այդպես տարիքի հետ ձևավորվում է։ Տոկոսային ինքը շատ տարածված է, 30-ից տղամարդկանց շրջանում մինչև 10-15% կարող է հասնել։ Դա շատ մեծ թիվ է բժշկության մեջ, եթե 100-ից 10-15-ը ունեն այդ խնդիրը։ Կանանց մոտ ավելի պակաս է, բայց էլի կա, մոտ 2 անգամ ավելի պակաս է, բայց էլի մեծ թիվ է ստացվում։ Եթե հարցը ծագել է փաստորեն ավելորդ քաշի պատճառով, հնարավոր է քաշի վերականգնումով դա էլ վերականգնվում։ Ապահովագրված չենք, որ եթե քաշը վերենք իդեալականի, այն կանցնի լրիվ, բայց շատ կօգնի դա։ Իսկ եթե քաշի հետ չի կապվում։ Եթե քաշի հետ չի կապվում, բնական է այդտեղ դեր է խաղում բկանցքի անատոմիան, կառուցվածքը, շատերի մոտ յուրահատկություններ կան։ Կարող է մեծ նշիկ լինել, կախ քիմք լինել օրինակ ծնոտի կառուցվածքի փոփոխություններ։ Այսինքն պետք է գնան լոր բժշկի մոտ։ Կարող է, այո, լոր բժիշկները շատ մեծ դեր կարող են խաղալ։ Նույնիսկ դիմացնոտային բժիշկները հաճախ դեր են խաղում, եթե ծնոտի անատոմիայի խնդիր է։ Մենք էլի ունենք զանգ բժիշկ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Վերքել սա փայտանում գիշերը, մատերս արտանում եմ այդ փայտացումից եւ սկսում եմ sense ծալել բացել, որ մատերս աշխատեին։ Ու դաստակներ սա ցավում է, ձեռքս չեմ կարողam ներքև վերևալեմ կամ շարժեմ։ Նույնատիպ բան է նկարագրում։ Ես շատ ուրախանում եմ, որ մարդիկ այսպես արձագանքում են եւ պետք է խոստովանել, որ նույն պատկերն է, այո, կարպալ թունելի ամախնանիշը կարող է նաեւ հենց ցավային սինդրոմով դրսևորվել։ Այսինքն հարկ կա, որ կրկին հետազոտվեն եւ հատուկ հետազոտվեն, այսինքն դիմեն նյարդաբանի, որը հավանաբար կուղարկի նեյրոմիոգրաֆիայի, կստուգեն նյարդի վիճակը եւ
համապատասխան բուժում կնշանակվի։ Բժիշկ, մեր առանձնացրած հարցերը, որ էլեկտրոնայինով ստացել էինք, հենց մեկը ապնոյի մասին էր, մյուսը ճիշտ ասած երեխաների քնի խանգարումների մասին էր, բայց դա մեծ թեմա է եւ կարծում եմ մեկ անգամ գուցե հանդիպենք, մեր այսօրվա ժամանակը սպառվում է։ Հեռուստադիտողներից մեկն էլ գրել է, խնդրում եմ ասեք, եթե մարդը 36 ժամվա ընթացքում քնում է ընդամենը 5 ժամ, բայց իրեն շատ լավ է զգում, դա ինչ որ արտառոց բան նշանակում է, թե դա ձեր նշած բու տեսակն է եւ անհանգստանալու ոչ մի խնդիր չկա։ Հետաքրքիր որ 36 ժամերի ընթացքում են գրում, այլ ոչ թե 48։ Հետաքրքիր է, այո։ Լավ, այսպես մոտենանք, այստեղ ժամերի քանակը այնքան էլ կապ չունի բու լինելու հետ, քանի որ բուն ուշ քնում, ուշ արթնանում է, բայց հիմնականում պահպանում է իր քնի ժամերը, եթե իհարկե ստիպված չի առավոտյան վաղ ժամերի գնալ աշխատանքի կամ դասի։ Այո։ Այսինքն եթե թողես նրան ազատ քնի, այսինքն բուի հարցը դուրս է գալիս, բայց եթե ինքը իրեն վատ չի զգում, գնում է արհեստական հավանաբար կրճատման մասին, ես չեմ կարծում, որ խոսքը գնում է բնական կարճ քնողի մասին։ Այո։ Կան մարդիկ, որոնք այո, այստեղ երկու ձևով կարելի է պատկերացնել։ Եթե մարդ քիչ է քնում ու չի ազդում, դա իմ ասած կարճ քնողի ֆենոտիպն է, ձևը, short sleeper, անգլերեն այդպես են ասում։ Եթե ինքը արհեստականորեն է կրճատում ու հիմա լավ է զգում իրեն, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, որովհետև փոփոխությունները կամ այդ ախտաբանական հիմքը կարող է փոխվել սկզբից նյութափոխանակության մակարդակով, որը հետո վաղ թե ուշ կդրսևորվի։ Հասկանալի է։ Հետաքրքիր էր, բժիշկ, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Երևի հենց այդ տեսակն է, որ իրենք հենց ծնե կարճ քնողներ են եւ ասում են ինչ կա քնելու մեջ, ինչու եք քնում, աշխարհը գնում է, իսկ դուք քնացեք։ Ես ավելի շուտ, եթե ժամանակ ունենք, պարզապես կհորդորեի այդ մարդկանց այդպես չմտածել, որովհետեւ քունը շատ կարևոր է։ Այո, սկզբից եթե սկսում ես կրճատել քունը, գուցե շատ բան չի փոխվում եւ երիտասարդ օրգանիզմը կհարմարվի, բայց հետո տարիների հետ նա անպայման կարտահայտվի այնպես ինչպես ցանկալի չէ։ Շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր Սամսոն Խաչատրյանը, նյարդաբան, քնի խանգարումների կենտրոնի ղեկավար, եւ մենք խոսում էինք քնի խանգարումների ձևերի, դրանց պատճառների, ինչպես նաեւ այն մեթոդների մասին, որոնք առաջարկում են նյարդաբանները, մասնագիտացված նյարդաբանները քնի խանգարումների դեպքում, դրանց մեջ հատկապես անքնության դեպքում շատ էականն է քնի մշակույթը, հա, կուլտուրան, հիգիենան, որը իր մեջ պարունակում է ուշադիր եղեք։ Քնելուց առաջ պետք չէ, որ շատ ֆիզիկապես ակտիվ լինեք եւ ծանրաբեռնված աղմուկից եւ ուժեղ լույսից խուսափեք, կոֆեինի, ինչպես նաեւ կանաչ թեյի օգտագործումը, սուրճի եւ կանաչ թեյի դադարեցրեք, եթե նկատել եք անքնության խնդիրներ, քնելուց առաջ պետք չէ լավ շատ կուշտ հաց ուտել եւ եթե այնուամենայնիվ նկատում եք, որ նույնիսկ այս հիգիենայի եւ նաեւ ճիշտ անկողին ընտրեք քնելու համար, հիգիենայի պահպանման դեպքում պահպանվում է նաեւ քնի անքնության խնդիրը, այնուամենայնիվ դիմեք մասնագիտացված նյարդաբաններին։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, մենք վաղը խոսելու ենք պարբերական հիվանդության մասին, նախապատրաստեք ձեր հարցերը, մինչ հանդիպում առողջ եղեք։